Էս էլ մեր եղիծի պունն է։ Իմ թորն նոյեմբերին բաժարանը մնեսվոր։ Դպրոցականները հեքիաթասացներ Տավուշի մարզում արտակարգ ալիք տեղեկատվական հասարակական կազմակերպության նախաձեռնած Տավուշի իմ տան հեքիաթը մրցույթը մեկ հարկի տակ է միավորել մարզի համայնքներից մոտ 150 տարբեր տարիքի աշակերտների իրենց հայրենի գյուղի սար ու ձորի հեքիաթը համ ու հոտով ասել է բարբառով պատմելու։ Երեխաները փոքրիկ ֆիլմի տեսքով ներկայացնում են իրենց բնակավայրը, ավանդույթները ինքնատիպ պատումներով, ստեղծագործական մոտեցմամբ։ Մեզ համար կարևոր է մեր երկրի լեզուն, մեր բարբառը, մեր մշակույթը, մեր բնությունը եւ նյութական եւ ոչ նյութական մշակութային արժեքներն են։ Ոչ միայն մեր դերտերն ու եկեղեցիները, ոչ միայն մեր լեռներն ու գեղեցիկ գետերը եւ անկյունները, այլ նաեւ մեր լեզունի բարբառը, մեր խոհանոցը, մեր հանդերձները, մեր երկերն ու պարերը, մեր տարբեր տոնակատարությունները։ Դպրոցականները խնամքով եւ պատվախնդրորեն են պատրաստվել մրցույթին, ինչը նրանց խոսքով ոչ միայն օգնեց ավելի լավ ճանաչելու հարազատ բնորանը, այլև մարզի մյուս բնակավայրերը իրենց բնորոշ բարբառով։ Մենք մեր գյուղը ներկայացնենք մեր գյուղի պատմությամբ։ Ես շատ եմ սիրում իմ գյուղը եւ այդքանը ես չեմ մտածում, ես եւ որտեղ լինում է այդտեղ էլ բարբառով խոսում եմ, չեմ ամաչում դրանից։ Մենք այսօր ներկայացել ենք նոր եկեղեցով եւ 5-րդ դարից պահպանված կիսաքանդ վիճակում գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցի մասին։ Սիրում եմ իմ գյուղը, լեզու սիրում եմ նրա հետիվ ապրում եմ այդ կյամեր թաղամասում, մեր գյուղում ապրում են ղոչաղ մարդիկ, իրանք իրանց աշխատանքով են իրանց պահում։ Մրցույթը նաև խթանում է բարբառի հանդեպ առարկայական ուշադրությունը, ասում են ուսուցիչները հիշելով բարբառները մեր մայր լեզվի առարկաներն են հայտնի բնորոշումը։ Արդեն նախագծային աշխատանքներում բազում անգամ անդրադարձել են գյուղին, անցած տարի ստեղծել են գյուղի բարբառային բառարան եւ երբ որ այս նախաձեռնությունը սկսվեց, որոշեցինք ստեղծել Արջիսի բանահյուսությունը ամբողջությամբ գիրք լույս ընծայել եւ տեսահոլովակ։ Մրցույթին ներկայացված աշխատանքներից 15-ը արժանացավ մրցանակների, իսկ բոլոր մասնակիցներին հանձնվեցին խրախուսական նվերներ, գրական փաթեթներ։ Իրենց պատմություններով երեխաները հյուսեցին Տավուշի ընդհանրական խճանկարը, գուցե եւ հեքիաթը, որը ըստ նախաձեռնողների կլինի շարունակական։ Բերին կարմիր աղբյուրի հեքիաթը։ Վերխաչիալը Փարիզ Եփելի Ցիլյանի։ Վարդուհի Արզումանյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։